Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բայց ստեղ չի, չնայած երբևիցե այդ տեղեկանքը իր արդիականությունը չի կորցնի։ Ուրեմն ի տարբերություն ստեղ հավաքվածների ես Ամերիկայում սովորել եմ բյուջետային պլանավորում եւ բյուջետային պլանավորման մեջ այդ որ ոգեորված ասում եք թե գերակատարել ենք մենք խրախուսելի է տղերք այդ նույն բանը ես ձեզ երբ որ բյուջեն ընդունում եք բառացի ես ամբողջովին բացատրել եմ որ փողն ավել է գալու որովհետեւ կանխատեսելիություն կար եկամտը հարկը հանում են լիքը գալու են հասկանալ առանց հասկանալ շին թույլտվություն վերցնեն մի բան էլ ասում է էկոնոմիկայի նախարարությունը որտե է այսքան անկապ շին թույլտվություն վերցրեցին մարդիկ դուսն են մնալու հիմա այդ խնդիրը կա այդ խնդիրը կա հասցեներով կարող եմ ասել որտեղ որ մարդկանց շինարարությունը կիսատա մնացել դուսն են մնացել խնդիրները ձեզ էլ եմ ասել երբ որ այդ ավել մուտքերն որ եղել են որտեղ են եղել նոր շենքերի թույլտվությունների ու նաև այդ շինթույլտվությունների երկարաձգման հետ կապված 81 միլիարդ դրամ Այն որ արտաքին գովազդից ձեր ծրագրավորիչ շեղվել եք 52% ժողովուրդ ախր դուք գիտեք չէ որ գովազդներն ապամոնտաժել եք իմիջայլոց լավ եք արել որ ասում եք մենակ բադ բաներն եք ասում քաղաքի տեսքը սիունացել է Երբևիցե քննադատել ենք դա թե ինչի համար եք հանել բայց դուք օրինակի համար չեք կարող հասկանալ որ այդ գումարը որ հանեցիք գումարը պակասելու է մի հատ էլ ասում եք լավ ենք արել մենք օրինակի համար մյուսը Հռետորական հարց ու նաև ձեր այդ կրթության վարչության պետը ստեղ չի ափսոս էլի մի հատ իա ձեռը տվեք թող կարդա որ ավականու լիազորությունների 17-րդ կետով ասում է ավականին իրավունք ունի վերահսկողություն իրականացնել բյուջեի կատարման նկատմամբ իրավասու է որոշել բյուջեի միջոցների նպատակային իրագործման մանրամասները այն որ մանկապարտեզի ծնողները գրում են որ սնունդը խայտառակ վիճակի է իր այդ խայտառակ նամակ էդի հիմնավորում է Մնում էր վերջում նամակի վերջում գրեր հորս արեք չգաս ստեղ։ Էդ էր մնում գրեր։ Երկու էջ գրումա չգաս հանգարցնես մանկապարտեզն ինչ վիճակի մեջ է։ Երբ որ խայտառակություն չի բա էդի։ Պարոն Փամբուշյան, նորմալ է որ վախենում եք մանկապարտեզ գնաս ստուգի ավականին։ Նորմալ է այդ երևույթը։ Բա որ չեք վախենում, ասեմ ձեր կրթության վարչության պետը տակը մնում էր մենակ գրեր հորս արեք չգաս։ Շարունակեմ, լավ մյուսը, ուրեմն տեսեք մանկապարտեզների վերանորոգումը, ժողովուրդ Դուք թերակատարել եք այդ ծրագիրը, հասկանում եք։ Այն պարագայում, որ Երևան քաղաքում կա 70 վթարային մանկապարտեզ, ու գլուխ եք գովում, լավ եք անում։ Հաղթանակի 40-ամյակի այգուց որ խոսում եք, ժողովուրդ, այդ այգին մի հատ նկարել եմ հունվարին, մի հատ նկարել եմ սեպտեմբերին, մի հատ նկարել եմ հիմի։ Ձեր թաղում է, դուք էլ թաղապետ եք եղել։ Մի հատ կխնդրեմ մտնեք տեսնեք, պարոն Բարխուդարյան։ Մտեք մի հատ տեսեք ինչ վիճակում է այդ այգին, լացը կգա ձեր, չմոռանաք թաշկինակ տանեք։ Ողբալի է դե վիճակը, կամ մնացած այգիների միջակ։ Գլուխ են գովում, ասում են առողջապահությունը 30% թերակատարել ենք։ Այդ որ հարցը տալիս եմ գերակատարելը հստակ կանխատեսելի է եղել ձեր մոտ ժողովուրդ։ Այն որ չեք կարողացել կանխատեսել, դա էլ է բոբիկության մասին խոսում։ Դա էլ է բոբիկության մասին խոսում։ Միակ բանը որ ձեր մոտ լավ է յանի ստացվում, այն որ թվաբանական պրոգրեսիայում ձեր ստերճացած շներն ավելանում են, հազիվ այդ բառն է սովորեցի, էլի օրինակի համար։ Այն Սարիգինը, Լեննագանի Սարիգինը կանչել եք ստեղ, ասում եք արեք անեմ։ Լեննականցների աշկը լուս, այնտեղ երկրաչափական պրոգրեսիայով սկսի շներն ավելանալ։ Հաջորդը այս բյուջեի հետ կապված էլի որ ոգևորված ասում են տեսեք պարոն Փամբուշյան դուք եք նստած ձեզ ասեմ ինքնական կառույցների հետ կապված որտեղ որ օրինականացնելու հետ կապված ձեր պլանավորից 134 միլիոն պակաս ա եղել Բառացի բացատրել եմ ստեղից ասել եմ այդ որ fake ասում եք GIS համակարգ ունենք GIS համակարգով տվեք տեսնենք քաղաքում քանի հատ ապօրինի ինքնական կառույց կա 1 Երկրորդը կա անշար ինքնական կառույց, կա որին որ պետք է կախես ոտից, որովհետև օրինակի համար բանա բերես սարքել։ Անշարը ո՞րն է որ օրինակի համար, ես ավարտեմ միտքս, որ դուք կարող եք օրինակի համար այս օրինականացնելը կառույցների ճիշտ կազմակերպեիք, բյուջե ավել գումար կար եւ խնդիրները լուծել։ Իսկ այս ձեր բյուջեն, որ միտեղ ավել է, միտեղ պակաս է, բյուջե մի գրեք ընդհանրապես։ Քնեք ելեք օրական ասեք այսօր ես ենք ուզում անենք վաղը, այդ բյուջե գրել, պլանավորել ու ծախսել, կատել հաշվետվությունը ո՞րն է։ Իսկ ձեր կրթության վարչության պետին ասեմ, ես գնալու եմ մանկապարտեզ, թողա ու չթողնի, տեսնեմ կարողանալու, հա։